Բարև ձեզ սիրելի բարեկամներ, բարև ձեզ հզոր իմ հայացք, ես Արթուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր ուզում եմ հրապարակել մի քանի տեսանյութ, այնուհետև ես կարձագանքեմ, դուք կլսեք, վերլուծություն կանեք, կմտածեք, միգուցե մեկնաբանեք ինքներդ։ Ադրբեջանն ավերել է Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր տաճարը Ստեփանակերտում։ Ազգային պատմամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ Հովիկ Ավանեսովը սոցցանցերում հայտնել է, որ եկեղեցին ավերվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախօրեին։ Դա եւս մեկ անգամ բացահայտորեն ցույց է տալիս Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու նրա իրական դիմագիծը։ Զվարթնոցի տեսքով Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր տաճարը հիմնադրվել է 2006 թվականին, օծվել 2019 թվականին։ Ժողովուրդ, Նիկոլը Արցախը դիտավորյալ ծախեց, ու թշնամուն բերեց նստացվեց մեր սրբությունների վրա, որ հիմա էլ խնացախ ու մեր զոհված տղերքի շիլիմներն են էքսկավատորով հողին հավասարեցնում։ Մինչև այս ազգակործան Ստախոսը մեզ խաբում է իր շինծ ու շրջանառվող թղթե խաղաղությունով։ Թուրքերը անգամ մեռելներին հանգիստ չեն տալիս, ջարդելով մեր պապերի ու եղբայրների հիշատակի քարերը։ Իր անտեր աթոռը փրկելու համար Փաշինյանը այնպես արեց, որ մեր հերոսների արյունով պահած հողի վրա հիմա ադրբեջանական պիղծ սուսանակներ խփեն։ Իսկ ինքը վախից ծպտուն անգամ չի հան։ Նիկոլ Փաշինյան, ինչ խաղաղությունից եք խոսում, այս խաղաղությունից եք խոսում, երբ որ քանդում են մեր եկեղեցիները, քանդում են մեր շիրիմները եւ մեր զոհված ազատամարտիկների գերեզմաները, այս խաղաղության մասին է խոսքը Նիկոլ Փաշինյան։ Թե ինչի մասին է։ Նիկոլ Փաշինյան, վաղը ապրիլի 24-ն է, մեծ ողբերգության օր Հայաստանից հայ ժողովրդիս համար, եւ դուք համացանցերում սելֆիներ եք անում, դուք եւ բոլոր ձեր կուսակցությունը, քանդիր պետությունը եւ ուտոցի եք գնում։ Նա սենց ասեց, ուժեղը սենց ասեց, թուրը սենց ասեց։ Դուք ձեզ եք ձեռ առնում, Նիկոլ Փաշինյան, թե Հայաստանից Հանրապետության քաղաքացու։ Շատ հետաքրքիր է եւ շատ ուզում եմ իմանալ։ Իսկ եթե հարցը գնում է ձեռ առնելու, ձեր քանդիր պետությունով մի հատ մեծ հայլու դեմ կանգնեք, տեսեք, որ ձեզ Աստված է արդեն ձեռք առե, ձեր պահելաձևի համար, ձեր արարքների համար։ Էս ինչ վիճակ է։ Դուք չեք ամանչում, վաղը մեր սքո օրն է, ինչ եք անում։ Մի դեմք էլ նա ափսոս ասելը, սիրելի բարեկամներ, մի հատ քաղաքական գործիչ ԿՊ-ի կողմից կամ էլի այն իրանց ընդդիմությունից մեկը չի խոսում այսօրվա դրությամբ ապրիլի 24-ի մասին։ Էս ինչ գիպնոզ են արել։ Ասա, բայց ինչ խոսակ որ, չէ Նիկոլ Փաշինյան, ինչի խոսակ։ Զատո Բաքվի փողոցներում են ցույց տալի հայոց ամենայն վարչապետին։ Չեք հավատում, խնդրեմ։ Նիկոլ Փաշինյան, ինչու են ձեզ ցույց տալի Բաքվի փողոցներում։ Դուք ազգային հերոս եք։ Դուք Սաֆարովի եղբայրն եք, Նիկոլ Փաշինյան։ Հա? Դրա համար են Բաքվում ձեզ ցույց տալի։ Այդ ինչի ոչ մեկին ցույց չեն տալի, մենակ ձեզ են ցույց տալի, Նիկոլ Փաշինյան, հարց։ Ես զարմանում եմ։ Բայց գիտեք ինչի վրա եմ զարմանում։ Ինչու մեր Երևանի փողոցներում ցույց եք տալի քաղաքական գործիչներին։ Ինչի համար։ Ասեք Սամվել Կարապետյան, Արման Թաթոյան, ինչու համար։ Այնց հարմար տեղա ալիվ են բեղերով տառակալին նկարը, դրեք կրուպլի սուտկա, կարոտներդ առեք։ Նրանք ձեր կարոտը առնում են Բաքվի փողոցներից։ Նիկոլ Փաշինյան, առաջարկում եք մոռանալ Արևմտյան Հայաստանը, մոռանալ ցեղասպանությունը, առաջարկում եք մոռանալ Մասիս լեռը։ Բայց թուրքերը այդպես չեն մտածում, Նիկոլ Փաշինյան։ Դուք ում ընկերն եք, արջենկերն եք, թե կետերը շարունակենք։ Չեք հավատում։ Ժողովուրդ ջան, տեսեք տեսահոլովակը ինչ է ասում падգամավորը Türkiye'yi Mencelisa Գրողուսև ցավը ինչ ասում, խնդրեմ։ Rusya'nın eksik parçalarının Kars, Erzurum ve Ardahan olmadığını kim rahatlıkla söyleyebilir? Турки отлично понимают, что ни Карс, ни Эрзрум и ни Ардахан им не принадлежат. Они отлично понимают, что ни Московский русско-турецкий договор, ни Карский договор не имеют никакой юридической силы. И турки отлично понимают, что недалек тот час,
когда они потеряют Карс, Эрзрум и Ардахан. Ve herkes Putin'in idaresindeki Rusya Նիկոլ Փաշինյան այդ մարդիկ ուզում են վերադարձնել։ Ուղղակի չգիտեն, երբ այսօր եկուց ուզող չկա։ Դուք ասում եք մոռանանք։ Ինչի մոռանանք, որ Նիկոլ Փաշինյան։ Այդ որ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը Արտուր Ֆարմանյանը եւ հայերը ասում են, որ մենք պահանջատեր ենք, դուք ուզում եք այդ ամենը լռացնել։ Ինչի համար Նիկոլ Փաշինյան։ Ինչի համար։ Ինչ են ձեզ խոստովե սրանք, այս անտերը ոնց էր, այս սենսները ձեզ ինչ են խոստովե, թե սենսները։ Ինչ են խոստովե, որ դուք վիզ դրած ուզում եք, որ այդ ամենը չգա Հայաստանի Հանրապետությանը կպնի։ Լինի մեծ հզոր Հայաստան։ Ինչի՞ չեք ուզում։ Նիկոլ Փաշինյան, դուք ասել էիք, որ Շուշին հանձնողները եւ ազգանուն էիք, անուն ազգանուն էիք տվել, կարծեմ գեներալի շտաբի ազգանուն էիք տվել, Օնիկ Գասպարյանը պետք է պատասխան տա։ Պետք է պատասխան տա Շուշին հանձնելու համար, չէ՞, չեք ասել։ Խնդրեմ տեսանյութը։ Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու։ Շուշիի համար է պատասխան, ինքը ինձ պետք է ինչ է, դատարանում պետք է բացատրի, թե Շուշիի օգնության հասնող խումբը ինչի է 2 օր ուշացումով, օրուկես ուշացումով տեղ հասել։ Դուք եք, չէ, Նիկոլ Փաշինյան, թե չեք հիշում։ Ինչու՞ բա չդատեցիք, եթե նա մեղավոր էր։ Բայց 2 օր առաջ Սերյան Օհանյանը նայելով ձեր աչքերից ազգային ժողովի բեմահարտակից ասեց, որ դուք եք մեղավոր եւ դուք եք հանձնել Շուշին, Նիկոլ Փաշինյան։ Չէ՞ որ Պուտինը ուզում էր թողել, վատ Պուտինը, Բոբո Պուտինը ուզում էր թողել Շուշին, որ Շուշին լիներ հայկական, ինչու հանձնեցիք, Նիկոլ Փաշինյան։ Թե որ այսօր ասում եք Օնիկ Գասպարյանին դատելու եմ, էլի ասել հոս արև, հորս արև չեք ասել։ Չեք հավատում։ Թե դուք պես բան չեք ասել, երևի չեք ասել, դուք չեք հիշում, բայց մենք հիշում ենք։ Տեսնենք տեսահոլովակ ժողովուրդ, խնդրեմ։ Չեմ ասել հորս արև, ես չեմ ասել հորս արև, ես չեմ ասել հորս արև, ես ասեմ հոս արև։ Այս վերջին հոլովակը տեսնելով ոնց կարելի էր, ես այդ ժամանակներ ապրեի Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին, էսի հաստատ չէր անի հեղափոխություն։ Հաստատ չէր անի, ոնց կարա մարդը բենի մեջ ֆրցնի եկա մարդ դնի, ասի հորս արև չեմ ասեմ, հորս արև մտե խաչ եմ արել։ Ոնց կարա նման մարդուն վստահել պետություն, պետություն է դնեն կողքի, մարդկանց ճակատագրեր, ոնց կարելի է վստահել։ Եվ այսքանից հետո, երեխեքին կոտորելուց հետո, Արցախը հայաթափ լինելուց հետո, Արցախը ազնելուց հետո, այս մարդը էլի առանց ամոթի ուզում է դառնա երկրի վարչապետ։ Նիկոլ Փաշինյան, ադրբեջանցիները իրենց օրակարգում կան, որ իրենք պետք է վերադառնան Հայաստանի Հանրապետություն եւ ոչ թե Հայաստանի Հանրապետություն, արևմտյան, արևելյանը, Սևծավը, ինչա իր Ադրբեջանը։ Այս բնակելի շենքերը, որ մայթեր չեք թողում, մարդիկ ընկնում են մեքենաների տակ, որ դե հասնի շենքերը ասեն սնկի պես սարքում եք, այդ ադրբեջանցիների համար եք սարքում այդ շենքերը, իրենց փողերով։ Մանկապարտեզ դպրոցները դրա համար եք սարքում, Նիկոլ Փաշինյան։ Հարց եմ տալիս, չգիտեմ։ Ժողովուրդ ջան, մենք պետք է մի հատ լավ մտածենք։ Մենք միշտ մեղադրում ենք արցախցիներ մեղավոր թողեց Արցախը հելավ, իրենք փախան, իրենք չկռվան, ամեն ինչ ասում ենք մեր արցախցիներին, մեր հայ արցախցիներին։ Դա գիտեք թե ենք ասում, որտեվ այդ ցավը մեզ չի կպե, մենք հեշտ ենք ասում։ Իսկ եթե ես միգուցե չկարողանամ այդքան լավ բացատրեմ, հիմա ես կտեղադրեմ մի տեսահոլովակ, ու դուք տեսեք մարդը, գիտնական մարդը ինչպես է բացատրում, թե որ ողբերգությունը բոլորիս կողքը բան է գալի եւ յուրաքանչյուր վարքյան, յուրաքանչյուր ժամ կարա լինի դա մեզ հետ։ Խնդրեմ այս տեսահոլովակը։ Կապույտ բաճկոնով աղջիկ, ինչ է ձեր անունը։ Իմ անունը Ալեքսիս է։ Ալեքսիս, խնդրում եմ, լքեք իմ լսարանը։ Ես այլևս չեմ ցանկանում ձեզ տեսնել իմ դասախոսություններին, այլևս չգաք։ Բայց ես չեմ հասկանում։ Ես 2 անգամ չեմ խնդրի։ Շնորհակալություն եւ ցտեսություն։
Ինչի համար են մեզ պետք օրենքները։ Ինչի համար են դրանք։ Որևէ մեկը կարող է պատասխանել։ Հասարակական կարգի պահպանման համար, մարդու անձնական իրավունքների պաշտպանության համար, որպեսզի մենք կարողանանք ապավինել կառավարությանը, արդարության համար։ Շնորհակալություն պատասխանների համար։ Ասեք, արդյոք ես անարդար էի ձեր համակուրսեցու նկատմամբ հենց նոր։ Ես վստահ եմ, որ այո։ Եվ այսպես, ինչու ձեզանից ոչ մեկը ոչինչ չասաց։ Ինչու ձեզանից ոչ մեկը չփորձեց ինձ կանգնեցնել։ Ինչու չցանկացաք կանխել այս անարդարությունը։ Ինչ եմ ես ի վերջո ուզում հասցնել ձեզ։ Դուք չէիք հասկանա դա հազարավոր դասախոսություններից, եթե դա ինքներդ չապրեիք։ Դուք ոչինչ չասացիք, որովհետև դա ձեզ չէր վերաբերում։ Եվ նման վերաբերմունքը խոսում է ոչ ի օգուտ ձեզ։ Դուք մտածում եք, որ դա ձեզ չի վերաբերում, նշանակում է դա ձեր գործը չէ, բայց ես այստեղ եմ, որպեսզի ասեմ ձեզ, եթե դուք չօգնեք հաստատել արդարություն, մի օր դուք նույնպես կարող եք բախվել անարդարության, եւ այնտեղ նույնպես ոչ ոք չի լինի, ով կկարողանար կանգնել ձեր պաշտպանության համար։ Տեսակ, սիրելի բարեկամներ, իսկ եթե մենք շարունակենք անտարբերությամբ նայել մեր հույրիկին, մեր եղբորը, մեր հայ ազգի ներկայացուցիչին, այդ ողբերգությունը կգա նաև մեր դուռը, վստահ եմ ասում ձեզ։ Եվ մենք ունենանք, գիտեք ինչ, մենք ունենանք, երբ որ մենք սկսենք գաղթելը, թողնելով Հայաստանի Հանրապետությունը, եթե վերարտադրվի Նիկոլ Փաշինյանը, մեր շիրիմներին սպասվում է սա։ Էս ենք ուզում, սիրելի բարեկամներ։ Արթուր Ֆարմանյանը այսօր պայքարում է Հայաստանից Հանրապետության համար, Հայաստանից Հանրապետության քաղաքացու համար եւ պայքարում է նրա համար, որ իմ պապերի, տատերիկների շիրիմները չարժանանան ադրբեջանցու սապոգին։ Չեմ ուզում, ոչ բիզնես ունեմ, ոչ ունեցվածք ունեմ, ոչ մի բան չունեմ։ Ես ունեմ միած սրբություն, իմ պապերի գերեզմանը։ Ես չեմ ուզում, որ նրանք արժանանան այս ճակատագրին։ Մտածեք, սիրելի բարեկամներ, լավ մտածեք։ Սիրելի հայ ազգ, վաղը մենք հանդիպենք Ծիծեռնակաբերդում։ Ասիստ իմ վշտահար, ով է տեսել սարը բանտեն, քանդած անին նորից քանդեն։ Ոնց կանես ծովս վանա, երբ իմ հայոց մի աչքն է նա, չես վախենում աչքից մյուս, որ դարձել է հրթիռ ու լույս։ Ես այդ լույսով պիտի գրեմ, վանածովիս մութը ցրեմ, սևան բերեմ ծովս վանա, որ ցամաքածն իմ սևանա լցվի նորից, ծովն ամրոցի, հայոց դեռ թաց վերքը գոցվի, չկգոցվի, ույսս վառ է, այսօր մի ծառ վաղն անտառ է։ Ինձ ասում են ողջ լռել, դու այդ ում ես աչքդ հառել։ Մասիսին եմ հառելելում, դու էլ թուրք ես ով Արնախում, որ փոքել ես ուզում նորից Մասիսն անգամ իմ շուրթերից, չէ դու լռե քո դարն անցավ, քո անհատի խավարն անցավ, կախբերանամ թուրքին անգամ, երբ ինձ ետ տան տողն իմ հայկյան, երկիրն իմ ողջ, ծովն իմ վանա, բոլոր սարերն իմ սիփանա, ծովի ծովս հո չեմ ուզում, լճից լիճն եմ ես երազում, կախբերանամ ողջ ազգերին, թե չթողնեն թուրքի գերին սրբություններն իմ հայկական, խելքի կգամ, երբ միանան արարատներն արագացին, ոնց մորանամ շղթայվածին, ոնց մորանամ եղերն մեծ, որ մեր արյան ծովը խմեց, մի բուր թողեց հայոց ծովից, մեր հողն առած քարը թողին ու ծարավ ենք մեր ծով հողին, նոր Հայաստան առանց Մասիս, ինչպես առանց Մասիս միսիս, էլ ոնց լռեմ, միտքս լռեմ, լռությամբ էլ սիրտս գոռում, թե ախ Մասիս ու մոլորվել, դրանից է խելքս կորել, ինչպես պահեմ խելքս գլխիս, երբ գերի է արև նողիս, մի բուր լուսինն է ազատված, մայրարաքսն է,
զանգվից զատված, հրազդանից, որ հեղեղում զույգ ժայռերի մեջ է նեղվում, նեղ է գոչում ինձպես բողոքում է նայել, թե տես, քանդածանին նորից քանդում, ծով շղթայում, սար են բանտում, եւ այսքան մոտ, բայց տարագիր, Արարատս մի ողջ երկիր բանտված է դեռ, ով սրտամեր, ես եմ խելար, թե դու ով ներ։ Եփրատ, Տիգրիս ու Վանաձով դեռ լցված են հայոց լացով։ Բավ չէ ողջը տեսնեմ գերված, դուք ինձ տեսնեք խելագարված։ Ու վիճում են ինձնից անմեղ իմաստուններն ինձնից խելագար է, բայց խանջարեղ է, բայց խելագար, Արարատով այնքան տարվեց, որ հայ վշտից խելագարվեց, և դեր խելքի աներկյուղով թրջել կուզե դարի գլխով։ Բայց հարցրեք իմ երկերին, երկի փոխված իմ վերքերին, իրավ ծուր եմ ծնվել մորից, կամ թե իրավ խենթ եմ նորից, որ կանչում եմ սրտով ցասման, թե կազատվի հողն իմ սասման, թե կազատվիս իմ հայ մասիս, ինչ էլ լինի դու կազատվիս, ծովից ծովս ուրել մնա, լճիս լիճս մեզ կմնա, 7 դար էլ բանտում մնան, չէ կազատվեն հողերն այքյան, հավատում եմ իմ հավատին, արքա կոծվեմ Արարատին, ծովս բանա, այլ չեք հաչի, թե խենթ եմ ես, կզոհվեմ ես, բայց մորս պես կշշնջամ մեծամրմուր, ծուր էր, բայց թե սասնածուր է հայ ազգնինքը, իր սասնածուր դավթի նման, նա կազատե հայրենիքը յաթաղանից թուրք բռնության, Շիրազն ասաց, մասիսն է սյունն Հայաստանի, ազգ նավակող մագնիս է ձյունն Հայաստանի, բավ է հայեր ծրված մնակ մատներիս պես, բրունցքվելն է, Մեր հարգանքի տուրքը կտանք մեր նահատակներին, անմեղ զոհերին, մեր մեծերին, մեր պապիկներին եւ տատիկներին, ովքեր չունեցան ժառանգներ, ովքեր մորթվեցին, անխիղճորեն մորթվեցին թուրքի ձեռքով, ում հետ գնում է խաղաղության այսօրվա չարաբաստիկ վարչապետը եւ իրեն քանդի պետություն կուսակցությունը։ Սիրելի բարեկամներ, ընտրության պետք է գնալ, սիրելի եղբայրեր, քույրեր, ես ձեզ խնդրում եմ, անպայման գնացեք, որպեսզի ձեր ձայները նրանք չօգտագործեն, հունիսի 7-ին շատ քիչ ժամանակ է մնացել, գնացեք, եթե չեք ուզում ինչ-որ մեկին ընտրեք, գրեք ձեր նահատակների անուն ազգանունը եւ գցեք այդ արկղի մեջ գցեք մեր զոհված ազատամարտիկների հերոսների անունները գրելով այդ բուլետենի մեջ, բայց անպայման ունեցեք մասնակցություն, անպայման ունեցեք մասնակցություն, վերցնում եք բուլետենը, ոչ մեկին չեք ուզում ընտրեք, գրում եք օրինակ Ռուբեն Աբաջան, կամ Դուշման Վարդան, կամ Միայնակ Գայլ, Արայիկ Խանդոյան, կամ մեր հիանալի գեներալներից, կոմանդոս, գրեք, բայց ձայները տվեք, դա իմ խորհուրդն է եւ հորդորն է, եթե դուք չգիտեք ում ընտրեք, բայց մասնակցությունը խնդրում եմ ձեզ ապահովեք։ Սիրելի բարեկամներ, դուք եք դնելու վերջակետը այս թուրքացմանը Հայաստանից Հանրապետությանը, այս ողբերգությանը, այսօր էլ է ցեղասպանություն կատարվում Հայաստանից Հանրապետությունում։ Դուք ուղղակի խորը մտածեք եւ մի եղեք ձեռնպահ, գնացեք եւ քվեարկեք։ Կեցե Հայաստանից Հանրապետությունը, սիրելի բարեկամներ, կեցե հայ ժողովուրդս։ Սիրելի բարեկամ, դու պետք է ընտրես, որպեսզի չլինես խափնված։ Դու պետք է քվեարկես, որպեսզի չլինես դավաճանված։ Դու պետք է որոշես, որպեսզի չլինես ստորացված։ Այսօր այսքանը։ Կեցե հայոց առաքելական Սուրբ եկեղեցին եւ հայկական Արցախը Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, հայկական Արցախը, Նիկակոյ Նիկարաբաղ, լավ եղեք քույրեր եւ եղբայրներ, տատիկներ եւ պապիկներ, ձեր խոսքը վճռական է, դուք եք որոշելու եւ ամեն ինչ լինելու է գերազանց։ Հույսով եմ կհանդիպենք, ստեսություն, Աստված բոլորիս պահապան։